երեխեք, հələ տեսնենք տատիկս այսօր ինչ է պատրաստում։ Բարև բոլորին։ Երկար ժամանակ է չեմ նկարում, հիմա որոշել եմ հայերեն լեզվով ուտեսներ, ինչ որ պատրաստում եմ մեր տան համար, էդ էլ ձեզ համար։ Այսօրվա տոլման պատրաստում եմ խաղողի թարմը թփով եւ սպիտակ կաղամբով։ Հիմա ես բոլոր համեմունքները պատրաստ ունեմ 1 կիլոգրամ միս, կես խոզի եւ տավարի։ Հիմա այս բոլոր համեմունքները պատրաստ ես կլցնեմ վրա, կշաղեմ ու բոլորիդ ցույց կտամ։ Սող, աղացած, մեր ընտանիքի անդամները սոխը որ մեջ է երևած չեն սիրում։ Խառը չոր կանանչի, ռեհան ու օրիգանո։ Սև պղպեղ, կարմիր պղպեղ, տոմատ, լոլիկի եւ բիբարի, թարմը կանանչի, նույնպես։ Իսկ այս մյուս սոուսը արդեն իմ ձեռքով պատրաստած տնական սոուս է, գիշերն եմ պատրաստել։ Եթե ցանկություն կլինի, գրեք կոմենտում, ձեր համար ռեցեպտը կուղարկեմ։ Բոլոր ինչ որ երեցի մսի վրա, բոլորը խառնում ենք լավ։ Իմ կարծիքով այսքանը բավարարում է։ Իմ վիդեոների մեջ ես գրական չեմ խոսում։ Խոսում եմ սովորական, ոնց միշտ եմ խոսել, բոլորը իրենց տներում են խոսում, այդպես էլ ես։ Ես միշտ տոլմայի մեջ, մեր տոլմայի մեջ օգտագործում եմ բասմատի տեսակի բրինձը։ Հիմա մի լավ կխառնենք բրինձը մսի հետ։ Ես միշտ յուղը հալում եմ, հալած մաքուր արդար յուղ։ Հիմա կհալեմ յուղը մի քիչ կտաքացնեմ, կլցնեմ այս խճողակի վրա բոլոր։ Ինչ ես անում, տատի։ Հիմա հալել եմ յուղը, ուզում եմ ժողովուրդ ջան ձեզ էլ ասեմ, էսի իմ հալած յուղն է, կարակը աղել եմ, սիրուն հալել եմ, եթե ցանկություն կլինի, մի անգամ էլ ցույց կտամ ոնց եմ հալում յուղը։ Ու հիմա այս հալած յուղի հետ խառնում եմ միշտ մեր կերակուրների մեջ ձիթապտղի յուղը մեր տնական յուղի հետ։ Եղավ, դե սկսի։ Այս լցրածս յուղը կխառնեմ մի լավ մեր խառնուրդի հետ։ Հա։ Մսի խառնուրդի հետ մի լավ կխառնեմ։ Հա։ Հետո արդեն կսկսեմ փաթաթել։ Փաթաթեմ կվերջացնեմ առաջի շերտը որ դնեմ կացայի մեջ։ Առաջի շերտը դնելուց հետո ցույց կտամ ոնց սոուսը հա լցնում եմ իր վրա ու հետո կշարունակեմ, մեկ էլ կսկսեմ էփելու process-ը, էփելուց հետո միասին համտես կանենք։ Եղավ, անպայման կսպասենք։ Ժողովուրդ ջան, ուզում եմ ասեմ, հանկարծ չմտածեք աղը մոռացել եմ, ես արդեն աղը գցել եմ, ամեն ինչ պատրաստել։ Հիմա ուզում եմ ձեզ ցույց տամ, այս իմ պատրաստած սոուսը, այսպես, լցնում ենք վրան, չամով է։ փաթաթած տոլմաների վրան, հետո դնում եմ, ես չգիտեմ ով դնում, չի դնում, ով ոնց է սիրում, ես մի քանի հատ պղպեղ Լնի կարմիր, լնի կանանչ, նշանակություն չունի։ Այդ պղպեղի համը մենք սիրում ենք տոլմայի մեջը։ Հիմա երկրորդ շերտը, այսինքն շերտերով, որ շերտը վերջացրիմ, լցում եմ սոուսը ու դնում եմ կարմիր կամ կանանչ բիբար։ Փաթաթեցինք, վերջացրինք, լցրեցի լրիվ տոմատը սոուսը, հիշում եք երևի, որ ամեն շերտը վերջացնելուց հետո դրել եմ բիբար ու տոմատը սոուս, լցրել եմ իր վրա։ Հիմա ջուրը լցնում եմ այս չափի, խնդրում եմ ցույց տուր, Ռոզա ջան։ Հիմա փակում ենք բանով, ափսեով, մեր սովորության համաձայն, միշտ բոլորս էլ անում ենք այդ իմ կարծիքով։ Ու դնում ենք էփելու, մեկ էլ կմիանանք էփելուց հետո։ Երևի եփի մի 40 րոպե կամ 30-ից 40 րոպե։ Ուշադիր կլինեք, բրինձը որ էփավ, արդեն միսը էփած է։ Անհամբեր սպասում ենք։ Ուզում եմ ձեզ էլ տեղյակ պահեմ, ցույց տամ, դրել եմ 8-ի վրա, 8-ը էդի բարձրից մի աստիճան ցածր։ Դրել եմ 8-ի վրա, երբ որ սկսի լավ եռալը, արդեն 8-ից կիչացնեմ 6-ի վրա, որ հանգիստ իր համար էփի։
Ինչքան հանգիստ է, այնքան համով կլինի։ Ահա, մեր կերակուրը պատրաստ է։ Սա, ինչպես ասում էի, կաղամբով տոլման է, սա է թփովը։ Հիմա մեզ մնում է ձեր հետ միասին, եթե դուք եք պատրաստ անուշ անենք, փորձենք։ Ժողովուրդ ջան, շատ համեղ է ստացվել, շատ, եթե դուք եք վերջացրել, խնդրում եմ միասին ուտենք, բարեխորժակ բոլորիս։